Շոկոլադի սիրահարների համար այսօր միասին թխում ենք շատ համեղ, նրբահամ, բերանում հալչող շոկոլադե տորտ, որը պատրաստվում է ընդամենը 30 րոպեի ընթացքում։ 250 գրամ սենյակային ջերմաստիճանի թթվասերի վրա ավելացնում ենք 1 թեյի գթալ սոդա։ Մի լավ հարում ենք, որպեսզի սոդան ակտիվանա և մի կողմ ենք դնում։ Առանձին տարայի մեջ հարում ենք 4 և 150 գրամ շաքարավազ, մինչև ծավալը մեծանա մոտ 3 անգամ։ Այնուհետև ավելացնում ենք 1 թեյի գթալ վանիլային շաքարավազ, 150 գրամ հալեցրած կարագ, ինչպես նաև սոդայի և թթվասերի զանգվածը։ Եվս մեկ անգամ թաց բաղադրիչներ խառնում ենք, որպեսզի ստանանք միատարր զանգված։ Այնուհետև ավելացնում ենք 2 ճաշի գթալ մուկ կակաո և 300 գրամ ալյուր։ Պետք է ստանանք նման խտություն ունեցող խմոր։ Ջեռոցի տապակի վրա փռում ենք յուղաթուղթ, լցնում ենք խմոր և համաչափ տարածում ենք։ Թխում ենք նախապես 180 ճանտաքացված ջեռոցում մինչև պատրաստ լինելը։ Բիսկվիտի ծայրերը կտրում ենք և շերտը բաժանում ենք 2 հավասար մասերի։ Միշտ թխվածքի շերտերը կսառչե պատրաստում ենք փայլուն ջնարակ։ Կաթսայի մեջ լցնում ենք 3 ճաշի գթալ շաքարավազ, 2 ճաշի գթալ մուկ կակաո, 1 թեյի գթալ վանիլային շաքարավազ, 50 մլ ջուր կամ կաթ, ինչպես նաև 3 ճաշի գթալ ձեթ։ Դնում ենք ցածր կրակին և եփում ենք ընդամենը 3-ից 4 րոպե, մինչև զանգվածը խտանա։ Առաջին շերտի վրա քսում ենք եփած խտացրած կաթ և դնում ենք հաջորդ շերտը։ Երկրորդ շերտի ծայրերին նույնպես քսում ենք եփած խտացրած կաթ։ Ձևավորում ենք փշրանքով և մեր պատրաստած փայլուն ջնարակով։ Թխվածքը թողնում ենք հանգստանա առնվազն 1 ժամ, այնուհետև կտրում ենք և անուշ ենք անում։